Առաջ որ սկսենք մի քանի խոսք ասեմ եւ հետո ազո խոսքը անդրադառնանք դիրոջ շնորհով նոր տարի ունենք տարին է օրը բայց կարևոր է որ նկատի ունենանք որ նոր էջ մտածրեցինք այդ առումով եւ եթե նոր էջ դարձրեցինք մեր նպատակը լինի որ Աստված հաջեցնենք մեր կյանքերով մի քանի օրից մենք գտոնենք Սուրբ Ծնունդը անգամ եւս Աստված մարդ եղավ եւ մեր մեջ բնակվեց եւ սա մեծ խորհուրդ է ոչ թե միայն շատերի համար նույնիսկ մեզ համար է լավ ինչու որովհետեւ մենք հավատացյալներս նույնիսկ չենք կարող գադարելապես հասկանալ թե ինչ ասել է որ Աստված մարդացավ մեզ նման մարդ եղավ բայց եղավ թեև մանրամասները չգիտենք ազո խոսքի համաձայն նրա իշխանության հիման վրա համոզված ենք եւ ընդունում ենք որ Քրիստոս ինք մարդ եղավ մեզ նման հավատում ենք սա որովհետեւ ազո խոսքը սրա մասին խոսում է ազո հետ աննարին բան չկա մի քիչ առաջ երկեցինք Աստված մեզ հետ Էմանուել ասեցինք մեր փրկիչը Տեր Հիսուս Քրիստոս երկնքից երգիր եկավ աստվածային առաքելությամբ նա նպատակավ աշխարհ եկավ եւ իր նպատակը ներգրավեց տարբեր ասպեկտներ մի քանի հատը հիշեցնենք ազո խոսքից թե ինչու համար Քրիստոս երկնքից աշխարհ եկավ Մատթեոս 5:17 Տերը ասեց մի կարծեք թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու ես չեկա ջնջելու այլ իրականացնելու Ղուկաս 4:43 ես ուրիշ քաղաքների էլ պետք է ազո արքայությունը կարոզեմ որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել Տերը եկավ օրենքը պահելու Տերը եկավ ավետարանը կարոզելու Հովհաննես 1:18 ասում է ազուն ոչ ոք երբեք չի տեսել բացի միածին որդուց որ հոր ծոցում է նա է մեզ նրա մասին հայտնել Տերը եկավ որպեսի մեզ հորը բացադրե հայտնե որ նրան ճանաչենք Հովհաննես 18:37-ում Պիղադոսի մեր Տեր Հիսուս Քրիստոս ասպես ասեց ես ծնվել ու աշխարհ եմ եկել որպեսի ճշմարտության մասին վկայեմ նրա համար եկավ 1 Հովհաննես 3:8-ում Ազոխոսքը ասում է ով մեղք է գործում սատանայից է որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է ազո որդին նրա համար հայտնվեց ինչու հայտնվեց որ սատանայի գործերը քանթի եւ իհարկե հատկապես մեր Տերը երկնքից երգիր եկավ որպեսզի ինչ անե մի քիչ առաջ մեր մանուկները արդեն երկեցին նրա վրայով որ փրկե մեզ փրկե մեր մեղքերից նկատի ունեցեք հետեւյալ տեքստերը Մարգոս 10:45 որովհետև մարդու որդին նույնպես չեկավ որ իրեն ծառայեն այլ որ ինքը ծառայի եւ իր ծառայության գլխավոր նպատակը ինչ էր որ շատերի համար իր կյանքը որպես փրկագին դա Ղուկաս 19:10 որովհետև մարդու որդին եկել է գորածին փնտրելու ու փրկելու Նմանապես Հովհաննես 3:17-ում ասում է որովհետև Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դադելու աշխարհը նրա սկզբնական նպատակը հետևյալն էր այլ որպեսի նրա միջոցով աշխարհը փրկվի Հովհաննես 10-ի մեջ գարթում ենք 10 համարից Հիսուս ասում է սակայն ես եկա որ իմ ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք եւ դերը ինչպես սա արեց Ես եմ բարի ովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար առատ կյանքը մեզ համար Տերը ապահովում է նա տվեց մեզ առատ կյանք իր կյանքը տալով մեզ համար Պողոս առաքյալն ասում է 1 Տիմոթեոս 1:15-ում վստահության եւ ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը որ Քրիստոս Հիսուսը աշխարհ եկավ
Փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։ Փրկելու եկավ աշխարհ մեղավորներին, որբեսի մոդիգացնե խորը նրա միջոցով։ Եբրայեցիների 9:26-ում ասում է մեկ անգամ Քրիստոս հայտնվեց, մեկ անգամ, որբես իր զոհաբերությամբ ջնջի մեղքը։ Նրա համար ինքը աշխարհ եկավ, որ ջնջի մեղքը։ Իհարկե, սա իրականություն է դառնում միմիայն հավատացողների համար։ Եվ 1 Հովհաննես 4:14 ասում է մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրը իր որդուն ուղարկեց, որպես աշխարհի փրկիչ։ Եվ Հովհաննես 6:38-39 ասում է որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Շատ լավ, Հորը կամքը ինչ է։ Ինձ ուղարկողի կամքը այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն դամ նրանց։ Հիսուս եկավ, որպեսզի իր ոչխարները բնդրի, փրկի եւ չկորցնցնի։ Նրանցից ոչ մեկը, սա Հորը կամքն է։ Իհարկե, ինչպես հիշում ենք, սա շնորհած վարդապետությունների հետ կապ ունի, որ Տերը գամի առաջիկա շաբաթներում կշարունակենք նրա վրայով անդրադառնալ։ Մեր տեքստը այսօր Հովհաննես 9-ը, Հովհաննես 9։ Եվ այս տեքստի միջոցով մենք կարող ենք ավելի ճանաչել, թե ինչու համար Հիսուս թողեց երկինք եւ եկավ աշխարհ։ Այստեղ մենք ունենք բամությունը գուրության նկատմամբ եւ երկու տեսակի գուրություն տեսնում ենք այս հատվածում՝ ֆիզիկական եւ հոգեվոր։ Եվ դերը այս գույր ծնած մարդում, այդ մարդը, որ ի ծնե գույր էր, նրա ֆիզիկական գուրությունը գործածում է, որբեսի մեզ սովորեցնե ինչի մասին, հոգեվոր գուրության մասին եւ մեր թեման հոգեվոր գուրության վրայով է։ Եվ սա ավելի լուրջ հարց է, հոգեվոր գուրությունը ավելի լուրջ հարց է, քան թե ֆիզիկական գուրությունը։ Համաձայն ենք։ Մենք գիտենք Հովհաննես առաքյալը 7 նշաններ, այսինքն հրաշքներ, բացահայտում է իր ավետարանում։ Սա 6-րդ հրաշքն է 7-ից։ 7-րդը վերջինը Ղազարոսի հարության մասին է, որ նրանից հետ այլևս հրյաները որոշեցին, որ Տիրոջ պետք է սպանեն։ Այս պատմության մեջ մենք ունենք 4 մաս։ 4 մաս, եւ այս 4 մասերով այս պատմությունը մեզ ցույց է տալիս, որ Քրիստոսը եկավ աշխարհ, հոգեվորաբես գույրերին, լավ նայեցեք, լավ մտիկ արեք, հոգեվորաբես գույրերին տեսողություն տալու եւ դատապարտելու նրանց, ովքեր բնթում են, որ գույր չեն։ Կարևոր է այդ բառերը նկատի ունենանք համատեքստի համաձայն, ինչու որովհետև հոգևոր գուրությունը մենք շատ ադեն նկատի առնում ենք որպես բացասական մի բան, բայց այստեղ երբ ինք ասում է գույրերը, այսինքն մեկը որ ինք անդրադառնում է, որ հոգևորաբես գարիք ունի Քրիստոսի որպես աշխարհի լույսը, որ իր այդ գուրությունը պարադի եւ իրեն լույս տա, որ ինք հոգեորաբես կարա տեսնալ իր մեղավոր լինելը, ընդունել, որ ինք մեղավոր է, բայց նրանք, որ ինչպես որ պիտի տեսնանք այս գլխի վերջը, կարծում են, որ նրանք խնդիր չունեն, տեսնում են, նրանք տակավին իրականության մեջ հոգևորաբես կույր են եւ մնում են իրենց մեղքի մեջ։ Առաջին մասը նայեցեք առաջին 12 համարները, առաջին 12 համարները։ Հոգևոր գուրության լուծումը, սա մի խոսքով պատրաստում է մեր զրույցը համատեքստն է այս ընդհանուր պատմության, մինչ Հիսուսն անցնում էր, ինք Երուսաղեմում էր այն ադեն իհարկե, ի ծնե գույր մի մարդու տեսավ, եւ այս մարդը նրա ուշադրությունը գրավեց։ Այս մարդը գույր էր, ի ծնե, եւ իր իրավիճակը անհույս էր, մարդկային առումով։ Եվ այս մարդը պատկերացնում է, ինչպես արդեն մեր հատվածում կարդում ենք, հոգևոր գուրություն։ Սա պատկերացնում է մեր
հոգևոր գուրությունը, որ մենք իծն է ունենք, իբր Ադամի սերնդից ծնված մեղավորներ։ Մենք կարդում ենք իհարկե հոգևոր գուրության մասին Եփեսացիների 2:1-3-ում, 2 Կորինթացիների 4:4-ում եւ այլն, եւ սա այն բանն է, որ այս հատվածում, այս տեքստում Հիսուս ինք պիտի ընդգծի, պիտի ինք շեշտադրի, ասելով, որ կարևոր է, որ հոգևոր գուրությունից ձերբազատվենք։ Ինչու համար Հիսուս եկավ։ Այս հատվածը ինչու համար այսօր օգտագործում ենք, ինչու համար չգնացինք զորնակ Ղուկաս 1, Ղուկաս 2, Մատթեոս 1, այդտեղի հատվածներից ծնունդի մասին խոսանք։ Որովհետև Հիսուս եկավ, որպեսզի հոգևորապես կույրերը նրանց աչքերը բացի։ Եվ մենք, մեր առաքելությունը սա է։ Մենք, որ հիմա Տերը մեր աչքերը բացել է, ուրեմն 2 օր հետ կմենք Սուրբ Ծնունդը անգամ ևս մի տոնակատարենք։ Մեր ուղերձը ինչ է մարդկանց։ Սուրբ Ծնունդ, շնորհավոր Սուրբ Ծնունդ, սա է բոլորը։ Հիսուս ինչու եկավ աշխարհ։ Այս հատվածի վերջը ինք արդեն պիտի ասե սա։ Ինչու եկավ։ Այսինքն կոնկրետ այս հատվածում ինք պիտի ասե ինչու համար եկած է։ Հիսուս այս իծնե գուր մարդուն տեսավ եւ նրա աշակերտները հարցրին նրան. «Ռաբբի, վարդապետ, ով է մեղանչել, որ նա գույր է ծնվել, նա թե նրա ծնողները»։ Հիմա նրա աշակերտների հարցը արդացոլումը այն ենթադրությունը, որ սովորական էր հուտայականության մեջ, թե տարաբանքը կարող է լինել մեղքին, պատճառը կամ հետևանքը։ Այսինքն մեկը եթե տարաբի, պատճառը կարող է մեղք կլինի կամ մեղքի հետևանքը լինի։ Մտորեք Հոբի գիրքը, ինչ որ Արմեն եղբայրը քաշ նրա մասին մեզ ուսուցանում էր։ Բայց Սուրբ Գիրքը մենք գիտենք Սուրբ Գրքից, որ տարաբանքը միշտ չէ, որ նա ուղղակի արդյունքն է անցի մեղքին։ Օրինակ Հովսեփի պատմությունը կամ Ղուկաս 13 առաջին 5 համարներում տեսնում ենք Սիլովամի աշտարակը կամ ինչ որ Բիղադոս արեց որոշ մարդկանց, նրանց հանցանքներ մարդիկ հարց տվեցին Տիրոջ, Տերը ասեց ոչ։ Կամ Հիսուսի խաչելությունը։ Հիսուսի խաչելության պատճառը նրա մեղքն էր, չէ, իմ եւ քո մեղքն էր։ Նրա համար ինք խաչվեց։ Կամ Պողոս Արաքյալի մարմնի խայտոցը ինչ որ բանի մասին կարդում ենք 2 Կորինթացիների 12-ում։ Սրանից զատ նկատի ունենանք հետևյալը. միթե երեխամը կարա պատասխանատու լինել իր անձնական, ֆիզիկական գուրության։ Ինչու որովհետև աշակերտները Տիրոջ հարցրեցին. «Ռաբբի, ով է մեղանչել, որ նա որ գույր է ծնվել, նա թե նրա ծնողները»։ Այսինքն մի խոսքով կարող է որ ծնողները մի բան արած լինեն այս պարակայում։ Այսինքն նրանք միթե ինչ որ բան արել են, որ աջակցեն նրա գուրությանը։ Եվ Տերը պատասխանը տվեց, չէ՞։ 3-րդ համարում Հիսուս պատասխանեց ասելով. ոչ նա է մեղանչել, ոչ էլ նրա ծնողները, այլ որբեսի նրա միջոցով Աստծո գործերը հայտնի դառնան։ Աստծո գործերը հայտնի դառնան։ Այսինքն բարձ ասած, Տեր ինչ ուզում ես ասել։ Բարձրապես ասած, այս մարդը ստեղծվել է որպես այդպիսին Աստծո փառքը տարածելու համար։ Նրա գործերի դրսևորման միջոցով, ինչ որ Տերը պիտի աներ նրա կյանքի մեջ սկսյալ նրան տալով ֆիզիկական դեսողություն։ Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը, գիշերը գալիս է եւ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։ Հիմա ցերեկ ասելով, այսինքն սա խոսում է այն ժամանակահատվածի նկատմամբ, որ Հիսուս ուներ, երբ ինք տակավին երկրում էր, որ իր գործը աներ։ Եվ գիշերը այն որոշված սահմանն է, ուր Հիսուս իր գործը պիտի աներ ամբողջացներ եւ գիշերը իհարկե սա պիտի ապարտեր նրա ինչով մահով։ Գիշերը սա է, գիշերը գալիս է նրա մահով, այլևս ինք չկարող շարունակե անել ինչ որ պետք է անե։ Եվ հետո ասում է 5-րդ համարում, քանի թեր աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի։ Ահավասիկ հոգևոր գուրության լուծումը։
դերը արդեն իսկ այս նախնական հատվածում ինք ասում է, որ ֆիզիկական գուրությունը չէ խնդիրը, հաբա հոգևորը, եւ ինք տարմանն է, դեղամիջոցն է, բուժումն է, լուծումն է մեր գուրության։ Ինք եկավ, որբեսի մեր գուրությունը վերցնե մեզանից, մեր մեղքերը վերցնելով, մինչ մենք նրա շնորհով հավատում ենք իր մեջ։ Հովհաննես 8:12-ում Աստծո ասում է, արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց, ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Հիսուս աշխարհի լույսն է։ Սա չի նշանակում, որ ինք երկինք գնալ է ետքը, այլևս ինք աշխարհի լույսը լինել է պիտի թաթարի։ Ոչ, որտեղ մենք գիտենք իր երկինք գնալուց ետքը իր աշակերտները կշարունակեն այդ առաքելությունը, որ Հիսուս ուներ, ավետարանի քարոզությամբ այդ լույսը փրկության, որ տրվի մարդկանց, ինչու որ աշակերտները նրանք կշարունակեն լինել դեսպանները եւ օրինակները Քրիստոսի նրա զորության միջոցով։ Եվ այս ասելով թքեց գետնին, թքից գավ շինեց։ Գավը լավ բան է։ Գավը լավ բան է։ Մեր երեխաները սիրում են գավով խաղալ։ Թքից գավ շինեց, դիրոջ միջոցն էր սա, որ ինք ընդրեց։ Ինք կարար խոսքով ասել։ Ինք կարար մտորելով արդեն իսկ նրա աչքերը բացել։ Բայց նպատակավ Հիսուս ոչ մի բան չաներ առանց նպատակի։ Մասնավոր անում է այդպես, ինչու, որովհետև մի քիչ հետ կտեսնում ենք, ինչու այդպես արեց։ Թքից գավ շինեց եւ այն քսեց գույրի աչքերին ու նրան ասաց գնա լվացվիր Սիլովամի ավազանում, որ նշանակում է ուղարկված, արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր։ Մենք հաստատ չգիտենք, թե ինչու Հիսուսը մեր Տերը գավ պատրաստեց ու քսեց մարդու աչքերին։ Սուրբ Գիրքը չի ասում սա կոնկրետորեն։ Հնարավոր է այստեղ նկատվում է Աստծո ստեղծագործական գործունեության արձագանքը։ Համաձայն Ծննդոց 2:7-ին, ուր կարդում ենք Տեր Աստված մարդուն ցևավորեց հողի փոշուց։ Ասի մի խոսքով Արարիչը հիմա ստեղծում է տեսողություն եւ կան մեկնաբաններ, որ հավատում են, որ Տերը ինք նոր գործ արեց աչքերը բացելով, այդ առումով։ Հիմա Սիլովամի ավազանը սա գտնվում էր Երուսաղեմի հարավ-արևելյան անկյունում։ Այս պահին, այս ադեն, Դերը արդեն այդ մարդու գողքը չէր այլևս։ Նա որ առաջ կույր էր եւ հիմա այլևս տեսնում է, բայց ինք չգիտի, այս պահին չգիտի ով նրա աչքերը բացեց։ Այդժամ հարևանները ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, մարդիկ այնադեն ոնց ապրում էին, սոցիալական միջոցներ, հնարավորություններ չկային, որ մարդիկ կարան փող ստանալ կառավարությունից, չէ։ Եթե չես կարող աշխատել կույր ես, պիտի մուրաս։ Ուրեմն այդ մարդիկը, որ տեսել էին, որ նախկինում նա մուրացիկ էր, ասում էին, այդ նա չէ, որ նստած մուրում էր։ Ոմանք ասում էին, նա է, ուրիշներն ալ նրան նման է։ Սակայն ինքն ասում էր, ես եմ։ Արդ նրան հարցնում էին, հապա աչքերդ ինչպես բացվեցին։ Նա պատասխանեց, եւ ուշադրություն դարձրեք այստեղ սիրելիներ, մի մարդ անունը Հիսուս։ Մի մարդ անունը Հիսուս, այնքանը գիտեր, լսել էր, գավ շինեց, աչքերիս քսեց եւ ինձ ասաց գնա Սիլովամ ու լվացվիր։ Գնացի, լվացվեցի եւ տեսնում եմ եւ նրան ասացին որտեղ է նա, ասա չգիտեմ։ Հիսուս շատ հեռու չի նրանից։ Այդ հատվածում է տակավին, բայց ինք չգիտի ով է, ուր է, այն անձը, որ նրան աչքերը բացեց, հոգևոր գուրության լուծումը, Հիսուս է մեր հոգևոր գուրության լուծումը, որով ինքը ինչն է, այս աշխարհի լույսն է, եւ սա
այդ բանալի ճշմարտությունն է, որ պետք է անդրադառնանք այս պատմությունից։ Եվ հարցը մենք մեզ տանք։ Հիսուս, քո աչքերդ բացել է։ Նրա գարիքը ունես, տեսնում ես այդ գարիքը, որ դու ունես նրա նկատմամբ։ Միթե ինքը քո հոգու լույսն է։ Միթե նրա ավետարանի լույսը ձագել է քո սրտում։ Եվ դու տեսնում ես նրան, որպես ինք սուրբը եւ դու մեղավորը, որ դու գարիք ունես, պետք ունես, որ նրանից ողորմությունը ստանաս մեղքերու թողությամբ։ Որ միայն ինք, ինչպես սուրբ գրքում գիտենք, ով գարա մեղքեր ներել, Աստված, բայց Հիսուս ասեց, մեղքերը ներված են, նրա համար նրանք քայթակվում էին, ասում էին, ով գարա մեղքեր ներել, Մարգոս 2 օրինակ։ Հիսուս պետք է որ լինի քո եւ իմ լույսը, ուրիշ տարբերակ չկա։ Այս կյանքում կամ ինքն է քո լույսը, քո սրտի, քո կյանքի, քո հոգու, կամ ատագավին հոգևոր խավարի, հոգևորապես խավարի, հոգևոր կուրության մեջ ես։ Թիվ 2, 13-ից 23 համարները նկատի ունեցեք։ Հոգևոր գուրության, ուրեմն լուծումը Քրիստոսն է, թիվ 2 տեսնում ենք այս երկրորդ մասում հոգևոր գուրության բնութագիրը։ Հոգևոր գուրության բնութագիրը։ Հոգևոր գուրությունը ոնց կարանք մենք հասկանալ, որ եթե մեկը հոգևորապես գույր է։ Իհարկե, Սուրբ լիքը բաներ ասելիք ունի հոգևոր գուրության նկատմամբ, բայց այս հատվածում, այստեղ ուրգից մենք կարանք հասկանալ, որ այդ մարդիկը, որ այս գույր մարդը, որ հիմա աչքերը բացվեց, նրա հետ պիտի խոսան, հարցազրույց կանեն նրա հետ։ Ոնց կարանք տեսնալ, հասկանալ մեր տեքստից, որ մեկը այս բնութագրերի, այս բաները, եթե ունի իր կյանքում, ուրեմն թեր դագավին հոգևորապես գույր է։ Եվ ինչու այսպես ասում ենք, որպես մենք մեր սրտերը գտնենք, Աստծո խոսքի լույսի ներքո։ Ժողովուրդը չէր կարողանում համաձայնության գալ հրաշքի իրականության վերաբերյալ։ Եվ նրա համար տարան գրոնական մասնակիցների մոտ, որ նրանք որոշեն, թե իրականում ինչ էր բադայել նրա հետ, ինչու որ 13 համարում ասում է, նրան, որ մի ժամանակ գույր էր, փարիսեցիների մոտ տարան, նրանք գրոնական իշխանությունն են։ Թող նայենք ինչ կասեն։ Օրը շաբաթ էր։ Հիշում եք Տերը ինչ արեց, ինքը խոսքով կարար ասել, բայց տկեց այդ կետնի փոշուց գավի վերածեց, որբեսի ժամանակը վերցնելով մարդիկ, որ 4 կողմը դիտում են, նայում են, տեսնան ինքը ինչ անում է։ Գործ անում է։ Դերը ոչ մի բան չի անում առանց նպատակի։ Նպատակ ունի սրա մեջ, եւ ինքը ուզում է, որ այդ լարվածությունը գրոնականների մեջ, որ օրինապաշտ էին, ինչպես կտեսնենք, եւ նրա նկատմամբ այդ լարվածությունը, որ ավելի բարդանա, որ նրանք միթե կարող են որոշումի կալ Տիրոջ առաջ, ասելով, որ մենք մեղավոր ենք, մենք կույր ենք, քեզ պետք ունենք։ Կամ ասեն, բնթելով, չէ, մենք տեսնում ենք կարիքը չունենք Հիսուսի։ Խնդիրը սրա մեջ է։ Օրը շաբաթ էր, երբ Հիսուսը գավ շինեց ու նրա աչքերը բացեց։ Մենք գիտենք սա հրյաների համար խնդիր էր, ինչու որովհետև մեկը չէր կարող աշխատել ճագերդյալ առումով շաբաթ օրում։ Թեև մեր տեքստը բացահայտորեն այսպես չասեր, բայց ինչպես արդեն նշեցինք, Տերը դիտմամբ արեց շաբաթ օրով։ Հիսուս երբեք ոչ մի բան չի անում, նույնիսկ մեր կյանքերում։ Եթե հիմա ցավ ունես, վիշտ ունես, մտահոգություն ունես, տարաբանկի մեջ ես, ոչ մի բան ինքը չի անում, եթե իր զավակն է, սկսյալ իր զավակներից, առանց որ ինք նպատակ ունենա, ոչ մի բան չի անում։ Հիշեցեք, որ այս մարդը, որ իծնեգույր էր եւ եկավ եւ ողորմությունը ստացավ նրանից, ինքը չեկավ Հիսուսի ասելով, ես գույր եմ եւ պետք ունեմ քեզ։ Սա նրա գերիշխան շնորհքի առումով իր որոշումն էր։ Ինքը անցնում էր, նրան տեսավ։ Կարող է ուրիշներ ալ գային նրա նման։ Գույրեր, կաղեր, չգիտենք։ Բայց այս պարակային ինք որոշեց, որ
Տիրոջ շնորհը, Տիրոջ ողորմությունը նրան ցուցաբերի։ Սա Աստծո գերիշխան շնորհի արդայությունը պատկերազարդում է մեր փրկության նկատմամբ։ 15 համար Փարիսեցիները եւս նրան գրգին հարցրին, թե ինչպես եղավ որ նա տեսնում էր։ Եվ նա ասաց նրանց. աչքերիս վրա գավ դրեց, լվացվեցի եւ տեսնում եմ։ Հիսուս, դու ինչու այդ մարդու խնդրի մեջ դնում ես։ Դու բացեցիր, վերջ, քոնե մարդը բամը առաջ չլինի, բայց ինք գնաց, լվացվեց, սրբվեց, սա գործա, չէ՞։ Փարիսեցիներից ոմանք ասացին. այդ մարդը Աստծուց չէ, վերջացավ։ Ինչու՞, քանի որ շաբաթ օրը չի բահում։ Եվ տեսեք, մի քանի դրսևորումներ հոգևոր գուրության նկատմամբ։ Մենք խոսում ենք այս հատվածում հոգևոր գուրության բնութագրի մասին։ Դիմեք, հոգևոր գուրությունը սխալ հասկանում է եւ սխալ կերպով կիրառում է Աստծո խոսքը։ Հոգևոր գուրությունը Աստծո խոսքի վրայով սխալ հասկացողություն ունի եւ եթե սխալ հասկանա Աստծո խոսքը, սխալալ կկիրառի։ Եվ սա իհարկե խնդիր առաջացնում է։ Այս կրոնական իշխանությունը հրյական կամ կրոնական իշխանավորները նրանք սխալ դեսանգյուն ունեին, հասկացողություն ունեին շաբաթի նկատմամբ եւ Հիսուս ինք նրանց սպակրեց։ Մենք հիշում ենք Ղուկաս 6-ում առաջին 5 համարներում շաբաթ օր էր, երբ Հիսուսն անցնում էր արդերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոգում, ափի մեջ տրորում եւ ուտում։ Փարիսեցիներից ոմանք նրանց ասացին. ինչու եք անում այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրով։ Հիսուսը նրանց պատասխանեց. դուք չեք կարդացել։ Արդեն իսկ սա հանդիմանություն է։ Դուք չգիտեք Աստծո խոսքը։ Դուք չեք կարդացել։ Աստծո խոսքը ինչ ասում է։ Դուք չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղցն զգացին ինքը եւ իր հետ եղողները։ Ինչպես նա Աստծո դունը մտավ, վերցրեց առաջավորած հացերը ու գերավ եւ դվեց իր հետ եղողներին, որ ուտելու իրավունք չունեին, բացի քահանաներից։ Այսինքն մի խոսքով դիմեք նրանք ամբաստանում են, ասելով, որ դուք սխալ անում եք։ Հիսուս ասում է, միթե մեղ կա շաբաթ օրվա նկատմամբ հաց ուտելը։ Դավիթի օրինակը տալիս է։ Եվ մենք գիտենք Մարգոս 2:27-ից, որ Տերը ասեց շաբաթը ստեղծված է մարդու համար, ոչ թե մարդը շաբաթի համար։ Մեր հանգիստի համար է, որ Տերը տվեց։ Ոնց պիտի ուտես, եթե մի քիչ չաշխատես այդ առումով, այդ հասկացողությամբ։ Եվ հետո նայեցեք Տերը ինչ ասում է, եւ նրանց ասաց, օքեյ, մի րոպե ասեց։ Դուք ուզում եք Աստծո խոսքով խոսալ, ես արդեն խոսեցած ես այդ Աստծո խոսքով։ Աստծո խոսքից ասեցի, որ դուք չեք կարդացել Դավիթը ինչ արեց։ Օրինակ տվեց։ Մի պատկերազարդում տվեց Սուրբ գրքից, եւ ուրիշ տեղ արդեն ինչ որ նշեցինք Մարգոս 2:27-ից, ուրիշ տեղ ինք ասեց շաբաթը մարդու համար է ստեղծվել, ոչ թե մարդու շաբաթի համար, եւ այստեղ ասում է մարդու որդին նաեւ շաբաթ օրվա Տերն է։ Մարդու որդին ով է։ Քրիստոս ինքը մեսիական դիդղոս ասա։ Ուրգից գիտենք սա Դանիելի 7:13-ից։ Մարդու որդի այդ դիդղոսը մեսիայի, Քրիստոսի, օձյալի բրգիչի մասին խոսում է։ Եվ ինք ներկայացում է ինքը այդ դիդղոսով եւ ամենաշատ ավետարաններում ինք այդ դիդղոսը օգտագործած է իր վրայով, մարդու որդին, որը մարդու որդին ներկայացնում է Քրիստոսի որպես բրգիչը ինչից։ Մեղքից։ Ինքն է աշխարհի լույսը, ինքն է որ կարող է մեր հոգևոր գուրությունը մեզանից վերացնի եւ մեզ դեսողություն տա, որ մենք հասկանանք ով է ինքը, Աստծո գամքը, ծառայենք Տիրոջը, իր գամքը կատարենք եւ այլն։ Եվ վերջ ասեց այդ Ղուկասի 6-ում, նայեցեք, եթե ուզում եք գլուխս ցավացնել, ցեզ ասեմ ճշմարտությունը, մարդու որդին ինքը շաբաթի ինչն է, Տերն է։ Ես եմ որ որոշում եմ, որը շիտակ է, որը սխալ է։ Ձեր հասկացողությունը սխալ է, իմը շիտակ է։ Հետո շարունակելով, ելի նայեցեք ուրիշ տարեր հոգևոր գուրության նկատմամբ, հոգևոր գուրության բնութագրի նկատմամբ, հոգևոր գուրությունը ոչ թե միայն
կարաչացնի խնդիրների, երբ մարդիկ սխալ հասկանան ազոխոսք եւ սխալ գիրարեն նա, հապա նաեւ հոգեվոր գուրությունը դանումը բաժանումի Քրիստոսի վրա իհարկե, քանի որ նրանք սխալ հասկանում են նրա առաքելությունը, ով լինելը, նրա համար է որ բաժանման առաջացնում է 16 համարը ասում է Փարիսեցիներից ոմանք ասացին այդ մարդը Աստծուց չէ, ինչու քանի որ շաբաթ օրը չի բաղում, իսկ ուրիշները ասում էին ինչպես կարող է մեղավոր մարդը այսպիսի նշաններ անել, միայն սրա մասին չենք խոսում, եւ նրանց մեջ երկբարագություն կար, բաժանում կա, եւ հետո հոգեվոր գուրությունը իբր հավելյալ բնութագիր, հոգեվոր գուրությունը երբեք չի բավարարվում փաստերի նկատմամբ, Քրիստոսի վրայով։ Այսինքն, որքան էլ փաստ ուզես, ապացույց ուզես, որ ինք մեսիան է կամ չէ, եթե մեկը հոգեորապես կույր է, որքան էլ նրան փաստաս Հիսուսի վրայով ազող խոսքից, տակավին բիդի չի բավարարվի, բիդի ասե, չէ, ես չեմ ուզում, եւ այսպես է իրադարձությունը մեր բամության մեջ այդժամ գույրին դարձյալ արծրին, իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա աչքերդ բացեց, նա ասաց մարգարե է։ 11-րդ համարում նա ասած էր Քրիստոսի վրայով մարդը Հիսուս անունով։ Հիմա ասում է մարգարե է։ Այսինքն տեսնում ենք եւ կտեսնենք էլի, որ ոնց նրա հասկացողությունը Քրիստոսի ինքնության վրայով աճում է։ Հոգևոր գուրությունը երբեք չի բավարարվում պարզապես գուտակելով փաստեր։ Չի բավարարվում։ Նրանք այս հրյա գրոնականները պատրաստ չէին ընդունելու մարդու պատասխանը։ Ինքը ոչ մեկն է, ոչինչ է ինքը։ Ինքը ոչինչ է։ Նրանք իշխանությունն են օրենքի վրա։ Եվ նրա վկայությունը Քրիստոսի վրայով ըստ նրանց անարժեք է։ Իմաստ չունի։ Ինչու? Որովհետև նրա վկայությունը պարավորում է Քրիստոսի մի բան, որ նրանք պատրաստ չէին ընդունելու։ Նրա համար ինչ արեցին? Ուրիշ կեղծավորների կանչեցին։ Տեքստը չի ասում այդպես, բայց մենք գիտենք այդպես է տեքստից։ Կանչեցին նրա ծնողքը։ Եվ նրանց միջոցով էլ տեսնում ենք հոգևոր գուրության բնութագրի հատկանիշներ։ Սակայն հրեաները չէին հավատում, թե նա գույր էր ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին եւ նրանց հարցրին. «Սա է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե գույր էր ծնվել»։ Իսկ հիմա ինչպես է տեսնում։ Նրա ծնողները պատասխանեցին ու ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է եւ որ գույր է ծնվել, բայց թե հիմա ինչպես է տեսնում, չգիտենք։ Կամ թե ով բացեց նրա աչքերը, նույնպես չգիտենք։ Նրան հարցրեք, ինքը ճապահաս է, թող ինքն իր մասին խոսի»։ Ճապահաս ասելով մենք չգիտենք սուրբ գրքից ինք քանի տարեկան էր։ Առնվազն 13-ից ավելի պետք է լիներ։ Առնվազն։ Կարող է երիտասարդ էր, կարող է 20-ից 30-ից չգիտենք։ Բայց նրանք ասացին ինքը ճապահաս է։ Հարցրեք նրան։ Նրա ծնողները այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին։ Հիմա կարող է միթե, հիմա անշուշտ այստեղ մենք բամության սպիտակ տողերի մեջ նայում ենք։ Կարող է միթե նրանք արդեն գիտեին ծնողքի վրայով, խոսած էին նրանց հետ, որ դուք հանրային գերբով, երբ որ մենք ցես հարց տանք, դուք ինչ պիտի ասեք։ Ինչ պիտի ասեք։ Դրա համար, նայ, ծնողները այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաներն արդեն համաձայնության էին եկել, որ մեկը եթե նրան Քրիստոսը խոստովանի, ժողովարանից հեռացվի։ Եվ հրյա ազգի համար, եթե ժողովարանից մեկը հեռացվեր, մեծ անարգանք էր, այլևս համայնքի մեջ դեղ չունես։ Դրա համար նրա ծնողները ասացին, ինքը ճապահաս է, իրեն հարցրեք իրեն։ Նրանք չէին ուզում պատասխանատու լինել իրենց որդու համար։ Չէին ուզում։ Նրանք նախընտրում էին բաբանել նրանց գարքավիճակը համայնքի առաջ։ Սա ցույց է տալիս, որ նրանք վաղուց մերժել եւ նույնիսկ ուրացել էին իրենց որդուն։ Ցավալի է։ Եվ պատկերացրեք հիմա այն մարդը, որ գույր էր եւ բժշկվեց, ոնց պիտի զգար։ Երբ այդպիսի
ծնողք ունի։ Նրանց հոգը չէր նրա վրայով։ Նրանք չուզեցին վազանցնել նրանց շահից, բայց վազանցնել նրանց որդուց հեշտ էր։ Ինչու կարող է նրանք վարժված էին անգան դարիներ, կույրեր, արդեն նրանց համար բիդանի չէր այդ երիտասարդը, այդ երեխան, ինչ պետք է։ Հիմա խնդիր անենք, մեր իրավիճակը, սիտուացիան փոխվի, գրոնականների հետ արդիմագայենք նրանց, մեր հաջորդ մասը նրա վրայով կլինի։ Երբ մեկը մարդկանցից վախենում է, նա ստրուգը գերին դառնում է մարդկային վախի։ Մարդու վախը միշտ խնդիր է։ Եվ նրանք վախենում էին այդ առաջնորդներից, եւ նրանք այդ առաջնորդները չէին գամենում ընդունել այս մարդու ճշմարիտ վկայությունը, որև սա հարց էր, խնդիր էր նրանց համար, որով նրանք արդեն որոշած էին, մերժած էին Հիսուսը։ Ինչ որ ասեր, ոչ պիտի ասեին, չեն գուզում պիտի ասեին, չեն կավատում պիտի ասեին։ Եվ սա բնութագիր է հոգևոր գուրության, նկարագիր է հոգևոր գուրության։ Մարդիկ, որ չեն ցանկանում ընդունել Քրիստոսի վրայով վկայությունը, որ նրանք վախենում են ուրիշներից, որ նրանց իշխանությունը, ազատությունը, հանգիստը գործընծնեն, ասել է, որ նրանք այդ ծնողքի նման կույր են հոգևորապես, այսինքն փրկված չեն։ Հոգևոր գուրությունը ամեն բան գանի իր ուժի մեջ, որպեսզի ուրանա Քրիստոսի եւ նրա վկայությունը Քրիստոսի վրա։ Մենք ինչ որ տեսնում ենք պատմությունից, թող չանենք սա, սիրելիներ։ Թող չլինենք փարիսեցիների եւ այդ մարդու ծնողքի նման, որ մերժում ենք Հիսուսը եւ նրա ճշմարտության վկայությունը։ Ինք եկավ ճշմարտության համար, որ վկայի, չէ՞, Բիղադոսի ասեց։ Չանենք նրանց նման։ Այսօր մեր հայազգի մեջ այս խնդիրը ունենք։ Մենք կարծում ենք, տեսնում ենք, բայց չենք տեսնում, կույր ենք հոգևորապես։ Ինչու, որովհետև մենք չենք քայլում Քրիստոսի օրենքի, գամքի, պատվիրանների համաձայն։ Մենք մեր ասվածը ստեղծած ենք։ Մենք մեր ծնունդը ստեղծած ենք, զադիգը ստեղծած ենք, բայց ոչ Աստծո խոսքի համաձայն։ Եվ ապրում ենք, քայլում ենք, կարծես թե ամեն բան լավ է, ինչպես այս հրյա գրոնականները անում էին, կարծում էին նրանց հարաբերությունը Աստծո հետ ամեն ցևով լավ էր։ Եվ Հիսուս նրանց հոգևոր գուրությունը բացահայտեց այս հատվածում։ Եթե հոգևորապես զգում ես, Աստծո հոգին խոսում է քո սրտում, որ դու գույր ես տակավին, եւ պետք ունես Հիսուսի, հիմա ատեննա, ասես ով Տեր, իմ սիրտս փոխի, թույլ դուր, որ տեսնամ քեզ, ուզում եմ քեզ տեսնել, հոգևոր աչքերով, այն աչքերով, որ ընդունած է, որ ինք մեղավոր է, եւ ասես ով Տեր, ներիր ինձ մեղավորիս։ Մեկը միայն այն ցևով կարող է իր աչքերը, հոգևոր աչքերը բացվել։ Թիվ 3, նայեցեք 24-ից 34 համարները, մինչև տեսանք հոգևոր գուրության լուծումը, Հիսուս ինքն է աշխարհի լույսը լինելով, երկրորդ տեսանք հոգևոր գուրության բնութագիրը, քանի մահկանիշներ նրա նկատմամբ, եւ երրորդ հիմա տեսնում ենք հոգևոր գուրության առերեսումը։ 13-ից 23 կրոնականները, փարիսեցիները, հրյաները նրանք էին խոսում։ Հիմա այս պարակայում լիդերը, առաջնորդը պիտի այդ մարդը լինի, ինչ որ առաջ ինք կույր էր։ Ինք պիտի առերեսի, աջակատի նրանց։ Հետո երկրորդ անգամ գանչեցին այն մարդուն, որ գույր էր, ու նրան ասացին, ասա ճշմարտությունն Աստծո առաջ։ Բառացիորեն բնակրում եւ առարաջյան թարգմանության մեջ Աստծո փառք տուր։ Այդպես ասում է Աստծո խոսքը։
Ազոպարկ դուր։ Ինչու ազոպարկ դուր։ Ինչու։ Քանի որ լավ հրաշք արեց Հիսուս։ Չէ, ազոպարկ դուր, որը մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։ Նրա համար ազոպարկ դուր։ Իսկ նա պատասխանեց, թե մեղավոր է, ես չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ գույր էի եւ այժմ տեսնում եմ։ Շատ անգամ մենք այս արտահայտությունը օգտագործում ենք ավետարանչական ժողովների ընթացքում, որ ես գույր էի, հիմա տեսնում եմ։ Կարևորը սա է, եւ նրա համար կարևորը սա է։ Նրանք նախաբաշարում ունեն Հիսուսի հանդեպ, գոհնագալություն ցուցաբերեցին այդ մարդու վկայության դեմ։ Հիմա Աստծո ինչ ուզում է ասել, երբ ասում է ազոպարկ դուր։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։ Սա նշանակում է, որ այդ գրոնական իշխանությունը ցանկանում էր, որ մարդը խոստովանի, ճանաչի, ընդունի, որ Հիսուս ինք մեղավոր է։ Մեղավոր է։ Քանի որ Հիսուս ինչ արել էր, ինք նախադել էր իր այդ գործարքով, հրաշքով, նրանց շաբաթը, նրանց օրենքը, ոչ թե Աստծո օրենքը։ Հիսուս ինք ասեց չէ Մատթեոս 5:17-ում, ես չեկա, որ օրենքը խափանեմ, կտրեմ, ապա կատարեմ։ Հիսուս ոչ մի բան չարեց եւ պիտի չաներ, որ Աստծո օրենքը կտրեր։ Իրենք ցանկանում էին, որ այս մարդը խոստովանի, որ Հիսուս մեղավոր է, որ բոլորի առջև նրանք բարձրանան եւ Հիսուսը խայդարակ լինի ըստ նրանց կապարին։ Որ այս մարդը նրա վկայությունով նա նախադել էր իրենց ավանդույթները եւ վտանգ էր սպառնում, վտանգ էր ներկայացնում նրանց իշխանության եւ առաջնորդության։ Եվ մենք այդ արտահայտությունը տեսնում ենք հին ուխտում էլ, նայեցեք Հեսու 7:19-ում, նմանատիպ իրավիճակ կա այդտեղը, այդ բամության մեջ ուր դերը ասած էր, որ Երիքովի հաղթանակից ետքը չեք կարող ոչ մի բան վերցնել, եթե չեք ցանկանում, որ նզով կլինի ձեր մեջ, մի տպչեք այդ իրերին։ Եվ մենք գիտենք բամությունից, ըստ Հեսու 7-ից, որ մի անց կար Ակար անունով, ինք այդպես արեց։ Եվ երբ ինք բացահայտվեց իր գողությունը, իր մեղքը, 7:19-ում Աստծո ասում է, Հեսուն Ակարին ասաց, որչագիմ հիմա փակ դուր Իսրայելի Տեր Աստծուն խոստովանիր եւ հայտնիր քո հանցանքը, մի ծածկիր ինձանից։ Այսինքն նույն բանն է։ Նրանք գրոնական իշխանությունը 9-րդ գլխի մեջ Հովհաննեսի նրանք ցանկանում են, որ ինք խոստովանելով այդ մարդը, որ իձնե գույր էր առաջ եւ հիմա բժշկվեց, ինք ասա, որ ես ընդունում եմ, որ ես սխալ էի։ Ես սխալ էի, դուք չդագեիք։ Եվ դարձյալ նրան ասացին, քեզ ինչ արեց, աչքերդ ինչպես բացեց, այսինքն սա արդեն չափազանց է դառնում։ Այս երիկա այլևս։ Քանի անգամ պիտի հարցնեք նույն բանը։ Հիմա համեմատեք սա այդ դետեկտիվ գաղտնի ոստիկանական քննիչների, որտեղ նրանք անընդհատ նույն հարցն են տալիս, հուսալով, որ այլ պատասխանը կարող են այս անգամ ստանան։ Պատկերացրեք մի սերիալը, մի գինոմը, ուր ոստիկաններ ունեք, քաղնի ոստիկան ունեք, ասենք ոճրագործին հարցազրույց անում են, տարբեր ծևերով, մենք հասկանում ենք նրանք ինչու համար անում են, բայց այս պարակայում պատասխանը միանշանակ է, փոփոխական չէ։ Մեր դեպքում նրանց հարցազրույցը, բնդումը, նորեն հարցնելը հիմարություն է, եւ էլի մարդը այլևս կարող պատկերացնել, որ ինք այլևս հիասթափված էր։ Նրանց պատասխանեց, ցեզ արդեն ասացի, հիմա մեր հայերեն ասացվածքով ցավերնի տանեմ, քանի անգամ նույն բանը գրգռտնեմ։ Ցեզ արդեն ասացի, բայց չլսեցիք։ Ինչ եք դարձյալ ուզում լսել։ Գուցե դուք եք ցանկանում նրան աշակերտը լինել։ Նրանք նախադեցին նրան ու ասացին, դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք, մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, իսկ սրան չգիտենք թե որտեղից է, ինչ ուզում է ասել սրանով։ Եվ որ ասում է մենք չգիտենք որտեղից է նա, ոչ թե որ ինք Նազարեթ քաղաքից Գալիլեայից այնտեղ մեծ նրա մասին չի խոսում, որ Մովսեսը Աստծո հետ գապ ունի, դու գապ չունիս Աստծո հետ։ Ինք երկնքից ստացավ, ինչ որ ստացավ։ Մենք չգիտենք դու ուր գից ես։
քո ուղերձը երկինքից է կամ ոչ, մարդը պատասխանեց ու ասաց նրանց, «Okay, ես ցես սովորեցնեմ իմ ճշմարտությունը»։ Այդ հասկացողությամբ կարանք ասա հասկանալ, դա է զարմանալին, ինք ասում է, որ դուք չգիտեք, թե այդ մարդը որտեղից է, այսինքն որտեղ է նրա ծագումը, իսկ նա իմ աչքերը բացեց։ Հիմա ծաղրում է նրանց, սարկաստիկ է լինում, հեգնականորեն խոսում է նրանց հետ, եւ ինք արիերեսում է նրանց։ Հիմա Ադենը եկած է, որ ինք նրանց սովորեցնե, եւ ինք ասեց հետո 31 համարում, գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում։ Նայեցեք նրա աստվածաբանական տրամաբանությունը։ Իհարկե սուրբ գրքի վրա հիմնված է, բայց աստվածաբանական տրամաբանությունը նրա հետևյալն է։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկը աստվածաբաշտ է ու նրա գամքը կատարում է, նրան լսում է։ Սա հստակ է։ Մենք ուրգից գիտենք սա, Աստծո ասում է, չէ՞, Սամոս 66:18-ը, եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, դերը չեր լսի ինձ։ Հետո Հակոբոս 5:16 արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Աստված լսում է արդարներին։ Եվ հետո նայեցեք ինչ ավելացնում է։ Ոչ թե միայն աստվածաբանական դրամապանությամբ խոսում է, ապա սուրբ կրային դրամապանությամբ պայմա խոսում է 32 համարում։ Աշխարհի սկզբից ի վեր լսված չէ, որ մեկը իձնե գույրի աչքերը բացած լինի։ Ինչ ուզում է ասել այս մարդը, այս արդարությունով։ Այսինքն մի խոսքով սրա նման ոչ մի բան գրված չէ սուրբ գրքում Քրիստոսի առաջ։ Այսինքն չկա սուրբ գրքում, որ մեկը գույրի աչքը բացած է, առաջ որ Հիսուս մարտացավ։ Չկա։ Եվ այո, Մեսիային, Օձյալին, Քրիստոսին կարևոր գործերն մեկ հետևյալն էր գույրերին աչքերը բացել։ Կարդում ենք սա Եսայի 35:5-ում, եւ Հիսուս սա հողում արեց Մատթեոս 11:5-ում եւ նմանապես Ղուկաս 7:22-ում։ Այսինքն մեկը եթե գիտնար, որ մեկը գա, այսինքն մի ցանկացած անհատ գիտնար, որ մարդ մը գա, որ աչքերը բացում է, պետք է ուշով նկատի առնես միթե հնարավոր է որ ինքը լինի Մեսիան, որ նրանից առաջ ոչ մեկը չի կարողացել անել։ Ինք սովորեցնում է նրանց, պատկերացեք, իշխանավորները այդ կրոնական նստած են եւ ինք այդտեղ սովորեցնում է նրանց եւ հետո երրորդ ասեց 33 համարում, եթե նա ազուց չլիներ, ոչինչ չէր կարող անել։ Սա նրա առողջ բանականության դեդուկտիվ դրամապանությունն էր։ Այսինքն մի խոսքով աստվածաբանական դրամապանությունը, սուրբ կրային դրամապանությունը, սա վերջնական իմ եզրակացումը։ Եվ նայեցեք ինչ ասեց. Եթե նա ազդուց չլիներ, ուրեմն ինք ընդունում է, որ Հիսուս ումից է, ազդուց է։ Դուք ասում եք, որ մենք չգիտենք նա ուրգից է, չէ, ինք ազդուց է։ Ուրեմն դեսանք ինչպես 11 համարում մի մարդ Հիսուս անունով, հետո 22 համարում էր, եթե չեմ սխալվում, դեսանք, որ ինք ասեց մարգարե է, հիմա ազդուց է։ Մի քիչ հետ կտեսնենք ինչ պիտի անե Քրիստոսի։ Պատասխանեցին ու նրան ասացին, դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել։ Հավասիկ, արդեն նրանք ընդունում են այդ հուդայական սխալ հասկացողությունը, որ եթե մեկ այդ իրավիճակի մեջ ծնվել է, ուրեմն ինքը մեղքի մեջ ծնվել է։ Ոնց երեխամը հասկանում ենք, որ ադամական մեղքը գա, մեղքի բնույթը գա, բոլորը հասկանում ենք, բայց ոնց երեխամը կարա իձնե մեղքով ծնվել այդ հասկացողության մեջ։ Բայց նրանք այդպես հավատում էին, դու որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դու ես մեզ դաս տալիս։ Հիմա երբեմն գիտեք ծնողները այսպես բան կարան անել։ Մենք եք ծնողքը, դու մեզ սովորեցնում ես։ Հիմա չեմ ուզում ցերկ բարձրացնեք, որովհետև կարող է որ ցեզ մեր ոմանք այդ փորձառությունը ունեցած են։ Խնդիր չէ բայց։ Եվ նրան դուրս անեցին։ Դուրս անեցին, այսինքն սինագոգից հեռացրեցին նրան։ Ինչու որովհետև մենք հիշում ենք 22 համարում Աստծո ասում է, քանի որ հրեաները արդեն համացանության էին եկել, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, ժողովարանից հեռացվի։ Այս մարդը արիերեսեց այդ գրոնական համագարկը եւ վերջը տանգակին գին վճարեց։ Եվ մենք սիրելիներ, մեր ավատքի համար երբեմն շատ անգամ գին վճարելիք կա։
Եթե ուզում ենք Հիսուսի հետ քայլել, Հիսուսի հետ մնալ։ Ուրիշներ նրա ծնողքի պես ուրացան նրան, ասին մենք չգիտենք, մերժեցին նրա վկայությունը, նրանք նախընտրեցին գրոնական մարդկանց սուդը գուլդալ, քան թե այդ իրենց սավգի վկայությունը, որ ինք չեր տեսնում եւ հիմա տեսնում է, ումի պիտի հավատանք։ Այսին պրակտիկական առումով խոսանք, ումի պիտի հավատանք։ Պետք չունենք վախենալ, վախենալու կարիքը չկա։ Եթե Հիսուսը ունենք, պետք է որ գանգնենք Հիսուսի ճշմարտության համար։ Հոգևոր գուրության առերեսումը տեսանք այս մարդու միջոցով, ինչպես ինք արձագանքեց այդ մարդկանց, կրոնական մարդկանց։ 4-րդ եւ վերջին 35-ից 41 համարները տեսնում ենք հոգևոր գուրության դատավճիռը, հոգևոր գուրության դատավճիռը։ Եվ իհարկե դատավճիռը, որ ասում ենք, աստվածային դատավճիռի մասին խոսում ենք։ 35 համարում Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, այսինքն սինագոգից վրընդեցին, այլևս ինքը հրյական մշակույթի մեջ դեղ չունի։ Եվ երբ նրան գտավ, նայեցեք, Հիսուս նրան գտավ, Հիսուս նրա հետևից եկավ, էլի նրա ողորմությունը, գերիշխան այդ շնորհը, Հիսուս կարար ասել, որ իրեն աչքերի տեսողություն տվեցի, պետք չունեմ այլևս ուրիշ բան անելու։ Ոչ, մեր Տերը իր ոչխարների հետևից գնում է։ Եվ այս մարդն ալ Տիրոջ ոչխարներից էր։ Եվ նրան ասաց, նրան գտավ ասաց, դու Աստծո որդուն հավատում ես։ Հիմա աստվածապանների, վստահելի աստվածապանների մեծամասնությունը ըստ բնակրերի համաձայն, ըստ ծերակրային վկայությունների շնորհիվ, որոնք ունեն ավելի լավ աջակցություն, նրանք հավատում են, որ այս արտահայտությունը պետք է լինի դու ոչ թե միայն Աստծո որդուն, որդի մարդու հավատում ես։ Հավատում ես որդի մարդու։ Եվ սա է հունարենի մեջ ասա է։ Ինչու համար, որովհետև ինք ուզում է, որ հասկացնե այդ մարդուն, որ դու կարիք ունես հոգևոր տեսողության էլ։ Ոչ թե միայն ֆիզիկականը, եւ միայն որդի մարդու ինք կարա հոգևոր տեսողություն տալ։ Իբր Մեսիան նրա համար ինք այդ արտահայտությունով կմոտիկանա։ Իհարկե, Աստծո որդին կամ մարդու որդին երկուսն էլ Հիսուսի մասին վերակրում է։ Ինչ որ ասեցինք, այդ արտահայտությունը Դանիել 7:13-ում Մեսիայի դիդղոսը։ Այսինքն Հիսուս ուզում է ասել, սա շատ կարևոր է, հավատում ես, որ ես այն անձն եմ ըստ Սուրբ Գրքի, ըստ Սուրբ Գրություններում։ Հավատում ես ըստ հին ուխտի, իհարկե անհետև միայն հին ուխտը գարտակավին, հավատում ես ըստ Սուրբ Գրություններում, որ ես եմ այն անձը, որ դուք սպասում եք եւ դու ալ սպասում ես։ Նա դակավին իհարկե չի գիտեր նրա այդ խոսողը ով է։ Կանո Հիսուս չհայտնեց ինքը, միայն հարց է տալիս։ Եվ նա պատասխանեց ու ասաց Տեր։ Հիմա այստեղը Տեր բառը պետք է հասկանալ, ոչ թե ինք արդեն հասկացավ Հիսուսի աստվածությունը արդեն իսկ կամ նրա Մեսիա լինելը, Քրիստոս լինելը, ապա իբրև բարոն։ Այսինքն ով է, որ ես նրան հավատամ։ Հիմա 37 ամառում հարցը փոխվում է, Հիսուս նրան ասաց, եւ տեսար նրան, եւ քեզ հետ խոսողն էլ նա է։ Եվ նա ասաց, հավատում եմ Տեր, այստեղ արդեն հարցը կփոխվի։ Հարցը փոխվեց։ Ինչու որովհետեւ այստեղ է, որ Տերը նրան արդեն իսկ վերստին ծնունդ տալիս է։ Իր հոգու աչքերը բացում է եւ նա հավատաց, նա վերադարձրեց Տիրոջ իր հարցի պատասխանը, որ ես այո հավատում եմ։ Ճիշտ այստեղ է, որ ինք արդեն իսկ հասկացավ եւ փորձարկեց, որ Հիսուս ինք Մեսիան է։ Ուրեմն այստեղ նայեցեք ինչ ասում է. հավատում եմ Տեր ու ինչ արեց նրան։ Երկրպագեց, երկրպագության արարքը ցուցաբերում է, որ ինք ընդունում է, որ ինքը Մեսիան է, մարդու որդին է։ Հավատում է։ Հիսուս անունով մի մարդ, Մարգարեմը, Աստուծո մարդը, հիմա Տերը, Աստված ինքը, երկրպագում է նրան։ Հրյա մեկը իր խելամիտ մտքով չի կարող մարդ արարածի երկրպագությունը, եթե 100% ամոզված չէ, որ ինք
ճշմարիտ Աստված է իր առջև կանգնողը։ Հիսուս ասաց. ես այս աշխարհ եկա դադաստանի համար, նայեցեք իր դադավճիրը, որբեսի ովքեր չեն տեսնում, տեսնեն։ Հիմա համատեքստում, ինչպես ասեցինք, այստեղ գուրությունը լավ բան է, համատեքստում, ովքեր չեն տեսնում, եթե գույր ես, հասկանում ես, լավ է, իսկ ովքեր տեսնում են, այսինքն բնթում են, որ ես տեսնում եմ, մենք տեսնում ենք, մենք Հիսուսի գարիկը չունենք, աշխարհի լույսը ինքն է, մենք պետք չունենք նրան։ Եվ ովքեր որ տեսնում են, այսինքն ասում են, գարձում են, որ տեսնում են, կուրանան։ Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. միթե մենք էլ գույր ենք։ Ահա։ Նայեցեք, նրանց հասկացողությունով Հիսուս նրանց ասաց. եթե գույր լինեիք, մեղ չէիք ունենա։ Այսինքն նրա անթեպ, եթե հասկանային, որ իրենք գույր են եւ պետք ունեն Հիսուսի, մեղ չէին ունենա այդ առումով, որ գխոստովանեին, գցերպազատվեին, գազատվեին նրանց մեղքերից, բայց հիմա ասում եք, տեսնում ենք եւ ծեր մեղքը ծեր մեջ է մնում։ Նայեցեք, այսպեսի ահրելի դադավճիր, ահրելի, որովհետև Տիրոջ խոսքն է, ինք եկավ, որ կյանք տա, բայց նրանք, որ իրեն չընդունեցին, բնտեցին, որ մենք պետք չունենք բժիշկի, դերը եկավ ոչ թե առողջների համար, նրանք, որ կարծում են, որ առողջ են, սրանց համար։ Դերը եկավ հիվանդների համար։ Աստվածապանը ասում է, հետևյալ հղումը անենք, Հիսուսը պատասխանեց նրանց, օգտագործելով հեքնանք, նա ասաց, որ եթե նրանք հոգևորապես գույր լինեին եւ գիտակցեին լուսավորության իրենց գարիկը, ապա մեղավոր չէին լինի մեղքի, մասնավորապես անավատության մեջ, քանի որ կընդունեին Հիսուսի ուսմունքը։ Սակայն նրանք չէին զգում իրենց գարիկը, այլ լիովին գոհ էին, որ ճիշտ էին հասկանում ազոգամքը։ Հետևաբար նրանք չէին ստանում Հիսուսի առաջարկած լույսը։ Նրանց անավատության մեղքը մնաց նրանց հետ, եւ նրանք մնացին իրենց մեղքի մեջ եւ ազո դադաբարդող զայրույթի տակ։ Լույսը որոշ աչքերի տեսնելու հնարավորություն է տալիս, բայց մյուսների աչքեր գուրացնում է Հիսուս հայտնություններն ունեին, Հիսուսի հայտնություններն ունեին նույն ազդեցությունը։ Հիսուս իր դադավճիրը տվեց։ Ինքը լուծումն է, եթե ընդունես նրան, նրա շնորհիվ, քո մեղքերդ խոստովանես։ Բայց ինքը արդեն դադավճիրը արել է, որ ես եկա, ինքը ասեց չէ, ես այս աշխարհ եկա, ինչի համար, դադաստանի համար։ Սա էր դադավճիրը։ Եվ այդ դադաստանը երկու մասից բաղկացած է, որովհետեւ ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են կուրանան։ Դու եւ ես այս երկու խմբերից որ մեկի մեջ կարանք մեր անձերը նկատի ունենալ, որ ենք։ Եթե կարծում ես, որ դու տեսնում ես, դակավին խնդիրը սա։ Այսինքն, եթե կարծում ես, որ դու պետք չունես Հիսուսի բերած ավետարանին, նրանից սկսենք։ Ես եկա ասեց, ինչու Հիսուս աշխարհ եկավ, ինչու սուրբ ծնունդը բադայեց, ինչու Հիսուս մարտացավ։ Ես աշխարհ եկա դադաստանի համար։ Իհարկե, իր սկզբնական առաքելությունը դադելը չէր, բրգելն էր, բայց ինչպես այդ եղբայրը ասեց, Հիսուսի հայտնությունները ունեին նույն ազդեցությունը, այսինքն, եթե ընդունիս նրան, լույսը կտեսնես, եթե չընդունիս, պիտի դատաբարությունը վայելես, ընդունես։ Հիսուս այստեղ տալիս է իր աստվածային դատավճիրը։ Ուրեմն ինք հոգևոր գորության լուծումն է։ Հետո տեսանք 13-ից 23 համարները հոգևոր գորության բնութագիրը։ 24-ից 34 տեսանք հոգևոր գորության առերեսումը։ Այդ մարդու միջոցով, որ նախկինում գույր էր եւ բժշկվեց, եւ 35-ից 41 տեսանք հոգևոր գորության դատավճիրը։ Հիսուս եկավ հոգևոր գորությունը վերացնելու։ Հիսուս իմ եւ քո
հոգևոր գուրության դարմանն է, դեղամիջոցն է, լուծումն է, բադասխանն է մեր սրդի կարիքի, որ մենք մեզ չենք կարող իմանալ մեր սրդի կարիքը ինչ է, մեղավոր սրտեր ունենք, մեղավոր մտքեր ունենք, գորած օքիներ ունենք, առանց Քրիստոսի լույս չկա։ Մենք ուրախանում ենք, երեխաներ ուրախանում են իհարկե, երբ այդ Աստղի մասին մենք խոսում ենք Մատթեոս 2-ից, մոգերի ադեն եւ այլն, բայց սա կարևոր լույսն է տալիս։ Սա Հիսուսի լույսն է։ Ունես Հիսուսի լույսը քո կյանքում։ Ապաշխարած ես, քո մեղքերդ խոստովանած ես, ասած ես ով Տեր, ես Տեր խավարի մեջ եմ, Տեր ինձ հստակ չի, որ կողմն եմ գանգնում, Հիսուսի կողմն եմ, կամ աշխարհի կողմն եմ։ Այսօր ատենն է, որ հաշտվես Տիրոջ հետ, ինք այդ հաշտության միջոցը տրամադրել է մեզ, հավատքով, դարձիր նրան, ասա ով Տեր, շատ բաներ կա, որ ես տագավին ինձ համար հստակ չի, բայց հասկանում եմ ես մեղավոր եմ և պետք ունեմ այդ լույսին, որ դու ես, մեր լույսը անուն ունի, Հիսուս, մեր հույսը անուն ունի, Հիսուս, մեր հավիտենականությունը անուն ունի, Հիսուս, մեր խաղաղությունը անուն ունի, Հիսուս, դու ունես Հիսուսը, եթե Հիսուսը ունես այս բոլորը և ավելինը, Տերը տա, որ այս շաբաթալ, մինչ մենք անգամ ևս տոնակատարում ենք Քրիստոսի մարմնացումը, Սուրբ Ծնունդը, անգամ ևս արժեքավորենք, որ ինչու համար ինք աշխարհ եկավ, որ ինք զադի գույրերը նրանցից, որ ասում են, որ մենք տեսում ենք, և թող լինի, որ մենք այդ գույրերից լինենք, որ գույր էինք և աչքերից բացվեց Քրիստոսի լույսով, և այդ բատկամը, այդ բարի լուրը մարդկանց հետ կիսվենք, նույնիսկ այս շաբաթ, աղոթենք։ Եկնոր Հայր, անգամ ևս շնորհակալ ենք, որ դու մեզ հիշեցրեցիր քո խոսքի միջոցով, որ Հիսուս ինչու աշխարհ եկավ, որ գորածը փնտրի և փրկի։ Շնորհակալ ենք այդ ողորմության համար, որ ստացել ենք, և դեռ աղաչում ենք, որ այս բարի լուրը մենք մեզ չբահենք, մարդկանց զրուցենք, գիսվենք նրանց հետ, խոսանք այդ բարի լուրի մասին, որ Հիսուս աշխարհի լույսն է, որպեսզի մեր ասկագիցների շատեր կարան քեզ դառնալ, ով Տեր, մեր փափակը սա է, մեր աղոթքը սա է, խնդրում ենք, ով Տեր, դու մեզ գործածիր, որպեսզի քո բարի լուրի փրկության լույսը Հիսուսի միջոցով ավելի և ավելի ներտապանցե մեր ժողովրդի մեջ, և դու պարավորվես Հայր, Որդի և Սուրբ Հոգի քո անունով, ամեն։